Անսպասելի բան չունենք, ամեն ինչ ընթանում է իր հունով, ինչպես որ գիտենք ի սկզբանե, 2 ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեց բնականաբար տեսակցությունները, միայն ուրախալի բան ունեմ ասելու, որի միջնորդությունը քրոջ երեխաներին տեսակցելու մասով բավարարվեց։ Միայն քրոջ երեխաները կարողանան այցելել։ Դե, որոշում, գիտեք, չեմ ստացել որոշումը, ընդհանրապես հրապարակվեց, որոշումը 2-3 ժամվա մեջ պատրաստ կլինի, կվերցնենք, կարդանք, տեսնենք ինչ են գրել։ Իսկ այդ գլանակի հետ կապված պարզվեց ի վերջո։ Տեսեք, իրականում այս վարույթին, կալանքի երկարացման վարույթին դա չվերաբերվող հարց էր, բայց այնուամենայնիվ որ խոստացել էի կհարցնեմ, քննիչին հարցրեցի եւ ստացա նաեւ համաձայնություն, որ հայտնեմ այդ մասին։ Քննիչը կատեգորիկ հերքեց, ասես նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել իրական վարույթից։ Ասում է թե այո, ասեցի կարող եմ հայտնել լրատվամիջոցները հարցնում են, ասեց այո, կարող եք, որտեղ դա խնդիր չի։ Ուզում տեսնել իսկապես։ Հիմա այս փուլում չենք կարող։ Դա երբ որ ըստ էության քննության ժամանակն է, արդեն այդ ժամանակը տեսնենք։ Այս փուլում չենք կարող։ Բնականաբար, իհարկե։ Բայց իրենց որոշումը ստանալ։ Հա, դեպքի ստանանք, որ իմանանք ինչ են գրել, որ իմանանք ինչը ողորկակ են գելի։ Անբավարար, իսկ ձեր կարծիքով, քանի որ նշում եք, որ որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու, սրանով ինչ հարց է լուծվում։ Սրանով շարունակում է եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում Արշակ Սրբազանի նկատմամբ այս ամեն ինչ ինչ որ արվում էր շատ վաղուց սկսված, այս ամեն ինչն է։ Այսինքն եթե լինի ազատության մեջ ինչ կլինի սրանով եւ եթե անազատության մեջ էին։ Այդ հարցերը պիտի տակ ապօրինի անազատության մեջ պահողներին եւ նման հրաման տվողներին։ Ես ինչ գիտեմ, ինձ մտքով ինչ ասում։ Այս պահին չունենք որոշում, այս պահին միայն եզրափակիչ մասն հրապարակում, որ երկարացվում է։ Շնորհակալ եմ։